Գյումրեցի նաև պատգամավորները իշխանության ասում են, որ թող գլուխը կախ աշխատի Վարդան Ղուկասյանը եւ եթե որդին հանցագործը իր քաղաքապետ լինելը դրանով չի փրկվում, էլի։ Ուրեմն ես դրանց չեմ ուզում հակադարձել, որովհետեւ դրանք այդքան արժեք չունեն, դրանք ճանաչվածություն չունեն, դրանք ընդհանրապես չենք է ճանաչում դրանց։ Ես այդ քաղաքի ամեն երկրորդ տունը, երրորդ տունը ճանաչում եմ։ Ես դրանք չեմ է ճանաչել, պատահական ծլել են։ Հիմա սպասեք գնայինք, այդպես պատահականները կգնան։ Հիմա դրանց պետք է ես հակադարձեմ։ Դրանք հիմա արժի դրանց չեմ էլ ճանաչում, ով է այդ Պայլանը, ով է քաղաքի ինչ են եղել դրանք, որտեղ ինչ են արել, ով են ինչ գոյություն ունեն։ Դե հիմա դիդավորյան հանձնարարական են ստացել, որովհետեւ ինձ շարքից հանեն։ Ես դրանց հետ իրանք ասեն ես պատասխանեմ, բայց այդ հաջորդը ես իրեն չեմ պատճառի, որովհետեւ իրենք այդքան հարկանք չունեն, այդքան քաշ չունեն եւ իրենք այդ քաղաքում 1000 հոկանոց բան են, մարդիկ են ամբողջ։ Այդ pedagogan կառույցները իրանք ձերքին է, իրանք 1500 ձայն ունեն, դիմացը կաբրեն կտեսնենք այդ ձայներն էլ որ հավաքել են, այդ ձայներն էլ բոլորս տեսանք, թե ինչքան գումարներ բաժանեցին, ինչքան դրսից մարդ բերեցին, գրանցել տվեցին ու ընդրության մասնակցեցին, դուք արկա եկեղեցորը տեսել եք, թե որ այդ ձայները իրենց ձայները չի, իրանց սարկած, պդդեցրած, հասկացար, այդ ամեն ինչը կազմակերպված, գումարները բաժանած, տեսակ թե մի մարդուն 60,000 դրամ գումար են բաժանել, դուք եք նկարը անել, մեր մոտ էլ այդ փաստերը կա։ Ես այդ ձայները եւ կասեի Նիկոլ Փաշինյանին, որ այլ մարդիկ ընտրեն, այդ թիմը, իր թիմը, իրեն խայտարակում է, այդքան բան։